Առաջվա վիդեոյում մենք անցանք ինտերֆեյսի մասով, ուսումնասիրեցինք ինչ ինտերֆեյս ունի, ինչպես է աշխատում DaVinci Resolve-ը, իսկ այսուհետ մենք շարունակենք մանրակրկիտ ամեն մի ստեպի վրա աշխատելու։ Այսօր մենք կանենք պրոյեկտ, կանենք edit, կանցնենք շատ գործիքներով, բայց միայն աշխատենք editing բաժնի վրա։ Բացում ենք DaVinci Resolve-ը։ Սարքում ենք պրոյեկտ բաժնում գտնում ենք մեր վիդեո ֆայլերը, որ գտնվում են, տալիս ենք open, երբ որ ինքը ասում է պրոյեկտը փոխել, տալիս ենք ոչ։ Եվ տալիս ենք նոր timeline, create new timeline, եւ հանում ենք այս տակի գալաչկեն, որպեսզի ֆորմատը կարողանանք ինքնուրույն որոշենք։ Իդեպ, եթե դուք vertical եք նկարում, մի հատ այս գալաչկով ինքը դառնում է ռիլսի չափսի նման։ Եվ տալիս ենք great։ Ընտրում ենք վիդեո ֆայլերը։ Այստեղ ֆայլ բաժնում մենք կարող ենք տեսնենք իրենց resolution-ը, եթե դուք նկատեցիք, մենք բացեցինք full HD-ով։ Հիմնական social media-ի համար ես 4K-ն արդեն export-ով անում եմ full HD։ Իմ կարծիքով տենց որակը ավելի լավ է։ Այս դեպքում կարծիքները տարբեր են։ Так, այս մեր վիդեո ֆայլերն են full HD էկրանով, ու մենք կարողանում ենք դրանք տեսնել։ Առաջի գործողությունը համարակալելն է, հերթականություն դնել, ինչ որ լոգիկայից ելնելով։ Սենց սրանք կդնենք, շենքերը կթողնենք վերջում, այս գետը կդնենք առաջ, հետո քաղաք, հետո շենքեր։ Ինչ որ լոգիկայի մեջ, որ սարերով ու դաշտերով եկան հասան քաղաք։ Так, այստեղ մենք տեսնում ենք, որ մի քանի վիդեո կադրեր են, որոնք որ գտնվում են մեկ վիդեոյին սկլեյկա եղած։ Խնդիր չկա, պետք է կտրել։ Так, նշեմ, որ եթե դու ուզում ես կտրել ճիշտ տեղից, պետք է մի հատ սլակով հետ էթալ, մենակ մի կադր հետ գնալ ու կտրել այդ տեղից։ Այդ վաղ դու կանես ճիշտ կտրվածք վիդեոյի։ Այսպես մի թեթև հետ ես գալի, գտնում ես անցումի կետը եւ կտրում։ Վերջի վիդեոյի վերջի կադրով։ Այս երկու ավելորդային սրանք հանեցինք։ Եվ ունենք հիմա սովորական վիդեոյի հաջորդականություն։ 2 րոպեանոց դրոնով վիդեոներ։ Ինչ ենք անում։ Սկզբից կանցնենք գործիքներով։ Մեզ պետք է այս վիդեոն մի քիչ արագացնել, որպեսզի ինքը իր մեջ դինամիկա ունենա։ Ոնց ենք մենք դա անելու։ Սեղմում ենք վիդեոյի վրա եւ գնում ենք keyframe-ներ։ Keyframe-ներում կա մենատակը speed բաժինը։ Սեղմում ենք speed, դրեցինք 2 տոճկա։ 2 տոճկայի մեջտեղը, որպեսզի ուզենանք արագացնենք, մեջտեղից բռնում ենք, ուղղակի բարձրացնում ենք վերև։ Արագությունը քիչ էր, մի քիչ ավելի ենք շատացնում, ու ներքևը տեսնում ենք, որ ինքը ավելի արագանում։ Որպեսզի sense կտրուկ չլինի, մենք նշում ենք այս կետերի վրա եւ փոխում ենք իր ձևը։ Այստեղ մի րոպե մոլորվեցի, հա։ Գալիս ենք այստեղ, փոխում ենք ձևը, այսպես sense փափկացնում ենք։ Եվս նույն գործողությունը այստեղ։ Մի քիչ դժվար է ամեն ինչ կպնում։ Եվ ավելի փափուկ է ինքը անում, եւ այստեղ մենք մի քիչ էլ կարանք ավելացնենք արագություն ու հա, կարևորը որ վիդեոն եթե արագացավ մինչև վերջ։ Ամենավերջի կետի վրա։ Սա ոնց որ transition որպես պետք է իմանաք։ Եվ այսպես անցում։ Այնտեղ մենք ունեցանք կադր, նայեք, խնդիր կա։ Ինչա կատարվում։ Ստեղից ինչ-որ միտից կադր է մնացել, երբ որ արագացրեցինք, եկավ առաջ, առանց մեծ հարցնելու։ Կտրեցինք, բայց չանցավ։
Հիմա այս մյուսից ենք անում, նայում ենք, փոխեց, վсё, օքեյ է, մեծ խնդիր չկա, մի փոքր կադր անում եք, տեղն է անգնում, այս խնդրից շատ է հանդիպում, գնացինք մյուս գործողության վրա, այստեղ ինչա մեզ պակասում, վիդեոն շատ տխուր է ու շատ տվերի մեջ է, ինչ կարանք անել, կարանք աշխատենք տրանսֆորմերի վրա, տեսեք, եթե մենք կետ ենք դնում ու կարմրում է, ու մյուս տեղ արդեն տրանսֆորմ ենք անում, դա արդեն անիմացիա է դառնում, շրջի ես ինչ անես, ինքը վիդեոն կդառնա այդպիսին, տեսակ, ինքը սկսեց շարժվել ավելի այլ կերպ, Так, գնանք keyframe-ների մոտ, բարձրանանք վերև ու ինչ անենք, հրցնենք, մի քիչ տանք ես կողմ, որ շարժը ավելի շուտ սկսի, այստեղ մի քիչ էլ փոփոխություններ անենք, որ մի բան դուրս գա, Так, շարժում կա, բայց եկեք տանենք մինչև վերջ այդ շարժումը, մի քիչ էլ սենց տրանսֆորմ անենք, crop անենք, ձգենք, լոճենք, ինչ-որ բաներ անենք, ու ավելի ինքը սենց ծուրմրտիկ վիճակ կա, ինչ-որ տեղեր հետարքիր է լինում, ինչ-որ տեղեր անտարքիր է լինում, Так, եկանք, կպցրեցինք եստեղ, եկավ ու կանգնեց, Так, մենք արագացրեցինք, անցումը լավն էր, այստեղ մենք տրանսֆորմ արեցինք, բայց շատ կեշ եղավ, պետք է տրանսֆորմը տանենք ավելի սկզբից էդ համ, ու այստեղ գալիս է, ու հերիք է, Так, մյուս վիդեոն, մի քիչ արագացնենք մյուս վիդեոն, սա երկրորդ տարբերակն է արագացնելու, երբ որ մենք R-ն ենք սխմում, ինքը այլ հնարավորություններով արագացնում է վիդեոն, ինչքան ուզենք կարանք մենք իրան արագացնենք, կարգավորենք, ըստ մեր ցանկության, մի քիչ արագ է, երկարացնել չենք կարող, որտև մյուս կադր է գալիս, որում պետք է հետ բերենք արագությունը, մի քիչ էլ, կարա լինի, անցանք առաջ, Так, ինչա ստեղ կատարվում, շատ երկար կադր է, իրան ինչ պետք է փոքրացնել, Delete անենք, թող կան ֆայլերը կպնեն իրար, Так, շատ երկար FPV է, ու շատ դինամիկ է, մենք իրան կտնենք այստեղից, էլի delete կանենք, delete երբ որ տալիս ենք, հետևի ֆայլերը բերում է, կպցնում է բոլորը իրար, բարձացավ, այստեղ ես խորհուրդ եմ տալի, տեսեք կադրը ստատիկ էր ու դեռ չէ շարժվում, միշտ դրեք երբ որ շարժ է սկսում, այսինքն շարժից թող գնա, որ ինքը լինի հետարքիր, այլ ոչ թե կանգնածից հետո սկսի շարժվել, շատ են այդ ձևանում, ընդհանրապես կարելի է կտրել ու դինամիկան չկորցնել վիդեոյի, ու հասանք գետերին, Կետերը նույնպես ստատիկ կադր է, բայց քանի որ բոլորը շարժման մեջ են, ես կարծում եմ պետք է նաև այս կադրը շարժում տալ, քաղաքով զբաղվենք, մինչև այդ դրան գանք, քաղաքն էլ եթե տեսակ, բան էր, ստատիկ կադրից էր սկսում, բայց մեզ մի քիչ պետք է արագացնել, որ ավելի մոտավոր կարա լինի,
կպցրեցինք եւ վերջի կադրն էլ տեսնենք։ Գալիս է մեր շենքի մոտ վերևից կադր, մի քիչ շատ երկար է։ Այս թվում է այստեղ կարելի է կանգնել եւ fade տալ։ Քանի որ երկար դանդաղ sense վիդեո է, իրան fade-ով փակելը շատ նորմալ է։ Так, ինչ ստացանք։ Այստեղ արագ եկանք։ Այստեղ transform արեցինք։ Իդեպս 24 FPS որ կա, նոր ցույց տվեցի։ Դրան ուշադիր եղեք, եթե կոմպը չի ձգում, ինքը քչանում է ու սկսում է կտրտել։ Եթե 24 ցույց է տալիս, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Դնենք այստեղ zoom-ին։ Zoom-ով գանք այս կադրին։ Ինչ ավելի փոքր որ արագ լինի։ Ինչ ավելի մեծով, չէ, անկապա։ Փոքրով, ինչ է սենց։ Շուտ դուրս չի գալի։ Լավ, անցնենք առաջ։ Այստեղ մենք կգտնենք, так, այստեղ պտույտներ են, չէ, այստեղ ինչ են, սլայդեր են, սլայդ ներքև, տեսեք, խնդիր կա, մենք չենք կարողանում դնենք transition-ը այն կողմի վրա, բայց հիմա կարացինք, որովհետև վիդեոն պետք է ավել կտոր ունենա, որ կարողանա transition տա մեզ։ Դրա համար կտրում ենք, բերում ենք, մենք իրան չենք տեսնում, բայց ծրագիրը տեսնում է ու ստացվում է։ Եթե սրա հետ կապված հարց լինի, կարող լավ չբացատրեմ, հետո կգրեք կասեմ։ Так, այս ուրիշ է, այս ուրիշ է, այս էլ չէ։ Ինչ կարելի անել։ Այս զերկալնի անցումը չէ։ Սա սենց երկար պրոցեդուրա է։ Ես սենց թողնում եմ կադրերը համար ծանոթանանք transition-ների տեսակների հետ, որ հիմա կարանք ունենանք։ Ու իրանք նենց հետարքիր կերպով կարելի է օգտագործել։ Smooth cut-ը այստեղ փոփոխություն են արել ավելի շատ բլոգերների համար է։ Այստեղ սազեցի, տեսնենք կարա լինի ավելի հետարքիր։ Չէ, շատ վատ էր։ Ավելի լավ մենք վերադառնանք հնին։ Այս կլորակը վերադարձնում է սաղ պարամետրերը իր տեղը։ Ու փոքրացրեցինք։ Որոդի նորմալ է։ Ու մի անգամից FPV կադր։ Ինչ պետք է տանք FPV գնալու համար։ Zoom-ին։ Առաջինը zoom-ինն ենք փորձում։ Որոդի վատ չէր։ Այստեղ հաստատ մենք կտանք adaptive տեսով։ Այստեղ ամենասազողն է իր համար։ Ինքը սենց շատ դեպքերում transition-ները շատ ճիշտ են աշխատում, շատ դեպքերում շատ վատ։ Ու հիմնականում շեշտվել transition-ների վրա մի քիչ անկապ է։ Ավելի լավ է ճիշտ անցումներ տալ, բայց եթե մոնտաժ ես անում ու քեզ տվել են ֆայլեր, որոնք որ իրար չեն կպնում, պետք է transition տնել, ուզես չուզես։ Շատ պրոյեկտներում մասկերով են անում, այսինքն վիդեոյի վրա կտրում ու շատ ֆիշկիկ են անում, բայց շատ ավելի բարդ խնդիրներ են դրանք, մենք դրանք մի ուրիշ, մի քիչ ավելի դասեր հետո կանենք։ Так։ Շատ երկար մնացինք, սենց լավ է։ Անցանք առաջ։ Մյուս անցումը
կանենք հա ինձ թվում է գետին վերադառնալու համար կարելի է ասենց անել հա մենք այստեղ resolution-ը բարձր է մենք մի քիչ աշխատենք իր crop-ի վրա թող կադրը տակից սկսի բարձրանալ давай ну где-то այսպես всё եկանք մյուս transition-ին սովորական cross dissolve-ը բավականին հետաքրքիր նայվեց ոնց որ գետը լցվեր քաղաքի վրա ինձ թվում է դա էլ կտնենք այս սալիկ չէ ինձ թվում է ամենաճիշտը cross dissolve-ն է մի քիչ ճաշակի խնդիրներ են այս սրանք ամեն ինչը ու շատ դժվար է միանգամից կողմնորոշվել եւ այստեղ ես կարծում եմ իմաստ չկա transition դնելու քանի որ քաղաքից քաղաքի ավելի կրոպնի տեսարան է կինո էֆեկտների ժամանակ շատ չեն անում ճիշտ вообще չեն անում transition-ներ այնտեղ շատ հազվադեպ բան է ուղղակի անցումներ են վիդեո կադրերի միջև կամ շատ ուժեղ ֆիլմերում ուրիշ մոնտաժներ են, դրանց մասին չի խոսքը, այլ սովորական կինոների։ Սովորական կինո էֆեկտը դա կադրերից կլեյկա է։ Ավել բան դժվար է ասել։ Так, ինչա դառնում մեր մոտ այստեղ։ Այս անցումը ինձ դուր չի գալի։ Մի քիչ պետք է արագացնել այս վիդեոն։ Так Ну, նմանվեց մի բանի եկանք ստեղ ու ստեղ մենք ունենք ինչ-որ բան, որին դուր չկա այս կադրի հետ ես կռիվ ունեմ միշտ ինչ-որ կադր կա, որի հետ խնդիր ունես ստեղ փորձենք մի քիչ speed տանք, չէ ինչ անենք, որ հետաքրքիր լինի Так. Если вообще сорвется. Если կապրիզնի պահերն է արագ անցնենք, որ դուք սրա վրա ժամանակ չտանեք։ Так, ինչ-որ բանի հասանք։ Sense sense Так, տնենք էքսպորտի The City տնենք անունը The City ուրեմն, այստեղ պարտադիր փոխում ենք MP4, որովհետև QuickTime-ի դեպքում մենք Telegram բանով փոխանցում ենք, խշում է սրանց հետ գործ չունենք, ստեղ ինքը ավտոմատ դրել է 1920-1080, կարաք ինքնուրույն էլ որոշեք, որ resolution-ը էքսպորտեք, իդեպ կարաք հանգիստ Full HD-ով աշխատեք ու էքսպորտեք լյուբոյ ֆորմատի վրա, այնտեղ խնդիր չի լինում, եթե ինչ-որ մեկը ասում որ խնդիր ունի, ուրեմն ես չգիտեմ, կարող է և խնդիր ունենա, բայց երբեք չեմ ունեցել նման խնդիր, ու վсё, ու էքսպորտ Այսպիսով այս սովորական բազովի էդիթինգն է, որը ունի տրանզիշններ ու կլյուչերի հետ աշխատելու գործիքները։ Մի քանի անգամ կարելի է նայել ու շատ բան տեղ գցել։ Մյուս վիդեոյում ես կաշխատեմ ավելի
звуքի վրա այս վիդեոյի եւ տեքստերի վրա։ Կստանանք ավելի հետաքրքիր ատմոսֆերա։ Վերջում կդնեմ վերջում կդնեմ Make Music-ի տակ այս վիդեոն, որպեսզի կարողանաք դենաք մոտավորապես ինչ տեսք ստացավ։ Այսպիսով չմոռանաք բաժանորդագրվել, զանգակ նշել, որ չկորցնեք մեր վիդեոները եւ այդպես նայեք, որ օգտակար լինի։ Լինկեր կունենամ կդնեմ։ Ներկա պահին ես չեմ կարող եմ լինկեր դնեմ, որ դուք կարողանաք ինչ-որ բաներից օգտվեք։ YouTube-ը չի թողում։ Մի քիչ էջը կաշխատի կթողի, կդնեմ կունենաք։ Տեսություն։